Ուրեմն քննարկվում էր Հրայր Սարգսակ Հակոբյանի խափամամիջոց կալանքի հարցը։ Ըստ նյութերի ներկայացվել էր քրեադատավարական բոլոր հիմքերը։ Իմ խորին համոզմամբ հիմնավոր կասկածը բացակայում էր։ Ոչ միայն հիմնավոր կասկածը, հիմքերը նաև բացակայում էին։ Ընդհանրապես որևէ դերակատարում չկար վարույթն իրականացնող մարմնի ուրեմն դիրքորոշման, իբրև թե որոշակի խոսակցություններ են եղել, որին մասնակից է եղել ինքը եւ դրսևորել անկարգություն որևէ կերպ չի խափանել։ Այսինքն կալանավորեցին։ Չէ, վաղը նոր գրապարակվի ժամը 11-ին։ Ինչ պետք է Արագ Ես նախաքննական գաղտնիք եկեք չհրապարակել, որ դրա համար ստորագրություն եմ տվել։ Արագ այդ փաստաթղթերը նայեցին, ամբողջ գործի ծանոթ։ Հա, գործի նյութերը ծանոթ էր դատարանն էլ, դե բնականաբար ինձ էլ էին տրամադրել, ես եմ ծանոթացել եւ գտնում եմ, որ հիմնավոր կասկածը ընդհանրապես բացակայում է այդ նյութերում, ոչ միայն Հրայր Սարգսակ Հակոբյանի մեղսագրվող արարքում, այլև ընդհանրապես այդպիսի դեպքը բացակայում է։ Որոշումը երբ է հրապարակվել։ Վաղը ժամը 11-ին։ Նույն մեղադրանքն է։ Այո, աբեկչության եւ իշխանության իրացման նախապատրաստություն։ Դատավորի անաչառության հետ կապված ինչ կարող է։ Ես բացառ չեմ հայտնել դատավորին։ Բացառ չեմ հայտնել, որովհետեւ վստահ եմ, որ դատավորն է, չէ՞։ Չէ, որ դատավոր։ Աբելյան, հա, ես վստահ եմ, որ դատավորը կլսի իմ առարկությունները եւ այն հիմնավորումները, որոնք ես բերել եմ ոչ միայն օրենսդրական, սահմանադրաիրավական, այլ նաեւ եվրոպական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո կմերժի այդ միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի, որտեղ ակնհայտորեն բացակայում է հիմնավոր կասկածը, նույնիսկ հիմնավոր կասկածի ներքին շեմը չի ապահովում այդ ներկայացված փաստական տվյալները։ Եղավ, շնորհակալ եմ, Խորսակսյան։ Լավ է։ Հարգելի հետևողներ, լսում էինք Հրայր Սարգսակի փաստաբան Հովսեփ Սարգսյանին։ «168 թեմի հարգելի հետևողներ, այստեղ է նաև 44 օրյա պատերազմում հերոսացած Վաչագան Մանուկյանի հայրը։